Հետազոտության սենյակ, մեկուսարան, ինտենսիվ բուժման 2 սրահ, էքսպրես լաբորատորիա, ախտահանման բաժին, օդափոխության նորագույն համակարգ։ Վանաձորի բժշկական կենտրոնում արդեն մոտ 7 ամիս գործող վարակաբանական բաժանմունքն է։ Այն կառուցվել է Առողջապահության նախարարության պատվիրատվությամբ կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներով շուրջ 908 միլիոն դրամ արժեքով։ Բաժանմունքի կահավորման և բժշկական գույքի ձեռքբերման համար պետբյուջեից հատկացվել է ևս 160 միլիոն դրամ։ Մենք ունեցել ենք նախկինում ինֆեկցիոն հիվանդանոց, որը էլի բոքսային բաժանմունք էր, ժամանակին ինքը, երբ որ թարմ էր, երբ որ նոր էր, իր ժամանակի մեջ էլի ինքը համարվում էր լավ ձեռքբերում, բայց տարիների մեջ ինքը արդեն ինչպես ամեն ինչ եւ բարոյապես ինքը մաշվել էր եւ տեխնիկապես արդեն չէր համապատասխանում եւ իհարկե այդ հեռավորությունը լինելով բժշկական կենտրոնից մենք բավականին հեռու էինք, մեզ համար անհասանելի էր մասնագիտական կոնսուլտացիաները, լրացուցիչ բժշկական հետազոտությունները եւ դա ահագին բարդություններ էր առաջացնում մեր բուժառուների հետ եւ ախտորոշման հարցում եւ բուժական դինամիկ հսկողության հարցում, իսկ հիմա բոլոր գործառույթները մեր դարձել են շատ դինամիկ։ Երկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքը նախատեսված է 40 բուժառուի համար, գործում է նաև ինտենսիվ բաժին 10 մահճակալով, տարածքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան սանհանգույցներով, թեքահարթակներով և վերելակով։ Մասնաշենքը կառուցվել է էներգոարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մենք ունենք շատ լավ լաբորատոր հագեցվածություն, բոլոր հետազոտությունները մենք իրականացնում ենք մեր բաժանմունքում շատ արագ, կարելի ասել ավտոմատ սկզբունքով աշխատող անալիզատորներ են եւ 1 ժամ չի տևում հետազոտության արդյունքը, շատ արագ բժիշկը կարողանում է տեղեկանալ հիվանդի վիճակի մասին, ինչպես նաեւ ունենք եւ ուլտրաձայնային հետազոտության հասանելիությունը եւ ռենտգեն հետազոտության հասանելիությունը, որը չկար նախկին բաժանմունքում։ Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին եւս բուժում ենք ստացել արդեն նախորդ մասնաշենքում, որ գտնում էր ոչ այնքան բարվոք վիճակում, թե սանիտար-հիգիենիկ պայմանները, ճիշտ է բուժանձնակազմը ամեն առումով փորձում է պահպանել իդեալական, բայց ամեն դեպքում շենքային պայմանները համեմատելի չեն։ Ներկայիս մասնաշենքը գտնվում է շատ իդեալական վիճակում, ամեն առումով այս պահի դրությամբ մենք ստանում ենք լիարժեք բուժում, բոլոր պայմանները այնպես են արված, որպեսզի բուժառուն ոչ ոքի կարիք չունենա։ Բժշկական կենտրոնում ուրախությամբ են նշում, աշխատանքային հաճելի միջավայրում հնարավոր է դարձել պատշաճ իրականացնել բուժառուների խնամքը, որ մայրաքաղաք հասնելու կարիք չլինի։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։